Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է շարունակում «Սա Հայաստանը եւ վերջ» հաղորդաշարի հերթական թողարկումը, տաղավարում հաղորդման հեղինակ Կարեն Վարդանյանն եւ ես Գարեգին Խումարյանը, երկրորդ խոսափող։ Մենք մի իրավիճակում ենք հայտնվել, Կարեն, երբ այ մանիպուլյացիաների, ինչ որ անընդհատ հրամցվող ենթաիրականությունների միջոցով մենք հասել ենք մի տեղ, երբ դարեր շարունակ կոնսենսուս կար համահայկական, որ հայր, մայր, կին, երեխա մի կողմ, անկախ ամեն ինչից։ Դա հասարակական տաբու էր։ Այդ տաբուն այսօր ակնհայտորեն ջարդված է։ Ու իմ տպավորությամբ մենք փոխում ենք մեր որակը իբրև հասարակություն, հեչ լավ process չի սա։ Դուք ասում եք, որ դա մի բան է, որը խրախուսվում է գործող իշխանությունների կողմից, որովհետև դա չի թույլ տալիս, որ մարդիկ շփվելով իրար հետ նոր օրակարգ ձևավորեն հետագա քաղաքական պահանջներով հանդերձ։ Իրականում այս ամբողջ կռիվը տեսակի կռիվ է։ Ուզում են մեր տեսակը փոխեն։ Այդ տաբուն, որ ասում եք, դա մեր տեսակն էր։ Մայր չհայել, հայր չհայել։ Հիմա ուզում են մեր տեսակը փոխել։ Տեսակ փոխելուց միակ ճանապարհը դա բանն է իմ կարծիքով, խմբավորվելն է։ Այսինքն դու տեսնում ես, որ կա մի հատ ինչ-որ խումբ, որը չի ուզում այդ տեսակը փոխվի, պայմանավորում ես իրար հետ ես ելնում։ Մնացածից հրաժարվում ես։ Ավելի լավ է մենք այսօր մնացածից հրաժարվենք, մեզ շարունակեն հայել, բայց մենք մեր մեջ, ասենք, ունենանք խմբեր, որտեղ մենք դա չենք անում։ Մենք չենք դուրս գալի, մենք շարունակում ենք իրար հարգել, մենք շարունակում ենք իրար հետ քննարկել, մենք օրենք ենք վերցնում, որ քննարկումը պետք է բովանդակային լինի, այսինքն դե չեմ կարող ասենք մի հատ ինչ-որ վերլուծություն անեմ գեոքաղաքական ու ինձ բան, ինչ-որ մեկը պատասխանի, մեկը Սերժիկը չի թողի, կամ մեկը սրանք հավերժեն, կամ այսինքն մի հատ ապուշություն չպատասխանի, ընդ որում կրթված մարդն է պատասխանում, հասկանում ես, տենց ապուշությունները դուս տալի, կրթված փորձ ունեցող մարդը, այսինքն ինքը խուսափում է, իր համար դժվար է ռեալ խոսակցության մեջ մտնելը, ինքը պետք է մտածի, ինքը պետք է արգումենտներ բերի, ինքը պետք է կարդա, ինքը պետք է վերլուծի, հասկանում ես, բայց դա շատ դժվար է, շատ ավելի հեշտ է ինքը իր մեջ այդ իր անինքնավստահ վիճակը կոմպենսացիա անի մի հատ հայոյանքով եւ փչացնի խոսակցությունը։ Դրա համար իմ կարծիքով բոլորս ախր հուսահատության ծայրին ենք հասել, դուք էլ աստուց կրակ եք ուզում, ռեսուրսներ տիրապետող բռնության մենաշնորը ձեռքին խմբի հետ շատ բարդ է մրցակցել, շատ բարդ է մենք չենք ուզում մրցակցենք, պետք չի մրցակցել պետության հետ, պետք չի, իրանք իրանք ոչնչացնեն, պետք չի, պետք է սարքել զուգահեռը, պետք չի մրցակցել, պետք է սարքել այն, որ դաժե զուգահեռը չէ, որովհետև իրանք չունեն դա, որ զուգահեռը սարքես։ Մենք պետք է հասկանանք, որ մենք գտնվում ենք աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակում, որ ցանկացած պահին կարող է այս ամբողջ պետությունը քանդվի։ Ինչո՞որ մենք մի վարքյան հայտնվենք մի վիճակում, որ իշխանությունը փողոցում գծած է։ Փողոցում գծածը շանմսի պես ոչ մեկ չի վերցնում։ Եվ այդ ժամանակ այն մարդիկ գոնե որ պատասխանություն են կրում այդ երկրի համար, գոնե իրանց երեխաների կամ թորների համար, պարտավոր են պատասխանություն վերցնել։ Մեկը սրա համար, մեկը նրա համար, մեկը նրա համար, մեկը այս process-ի համար, մեկը, չգիտեմ, հիվանդներին բուժելու համար, մեկը, չգիտեմ, ջուր ապահովելու համար եւ այլ, այսինքն այն ինչ որ ֆունկցիաները, որը որ պետությունը պետք է ունենա։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Մենք գտնվում ենք դրա նախորերում։ Ձեզ մոտ չկա տպավորությունը, Կարեն, որ այ հողը ոտքերի տակից գնում է, այ հիմա։ Դե հենց էտա, մենք այն ռեգիոնում ենք եւ միջազգային համաշխարհային process-ներն են տենց։ Պետությունները սենց այն ռուսը ասած կարտոշնի դոմիկ հայերեն ոնց է չեմ անում։ Թղթախաղետանակ։ Խաղետանակի նման քանդվում են։ Թունիսից սկսած քանդվելով գալիս են։ Հերթ եկել է ասելա մեզ Թուրքիային, Պարսկաստանին, հասկանում եք, Հյուսիսային Կովկասին, եկել է հասելա մեզ։ Ու մենք չի կարելի, այսինքն մենք փորձում ենք մեզ խաբել, ասել, որ մեր խնդրը ենթադրենք, չգիտեմ, վատ նախագահն է, իհարկե խնդրեմ է։ Իհարկե վատ նախագահան խնդրեմ է։
Բայց մեր խնդրումը պետականության կորուստն ավելի շատ, քան թե վատ նախագահան։ Իհարկե վատ նախագահան նպաստում է պետականության կորուստին։ Դե մարդիկ էլ ասում են, եթե մենք գեոքաղաքական ուժերի ու արտաքին սպառնալիքների նկատմամբ վերահսկողություն որպես այդպեսին ունենալ չենք կարող ազդեցություն, այս մի բանի վրա կարող ենք ազդել, եկեք փոխենք։ Դե սրա վրա ընդհանրապես չունեն։ Սրա վրա էլ չունեն։ Իհարկե չունեն, որովհետև մեր եղած վարչախումբը դա արտաքին ուժերի վարչախումբը, դա հայկական վարչախումբ չի, որ դու մտածես, որ դա հայկական վարչախումբ է ու դու կարաս իր վրա ազդեցություն ունես։ Ինքը դրսի վարչախումբը ակնհայտ է, չէ՞։ Մեր բոլոր արտաքին քաղաքական բաները դա ցույց են տալիս։ Այսքան իրադարձություն եղավ, դուք արտաքին քաղաքական արտգործնող նախարարություն եք տեսել։ Ակնհայտ է, չէ՞, որ այդ առնվազն այդ օրգանը ուրիշ երկրի վրա է աշխատում։ Ակնհայտ է, չէ՞։ Հա։ Մենք որ այսքան տարի զենք չենք արտադրել, այդ նշանակում է, չէ՞, որ այն մարդիկ, որ չեն արտադրել, աշխատել են այլ երկրի վրա, որպեսզի Հայաստանը չարտադրի։ Հոմենակ գողությունը չի եղել բանը, նպատակը։ Այսքան հանքերը, բաները, որ տարվում են այլ երկրներին, հա, ինչի համար են տարվում։ Գալիս ես վարկ են տալիս, ասում են այդ վարկը քեզ տալիս ենք դու այնտեղ աշխատավարձները տուր, բայց այս հատկացումները պետք է անես մեր ընկերություններին։ Այսինքն դա բոլորը արտաքին կառավարման նշաններ են։ Հա։ Ու մենք ասենք բանա։ Հիմա խնդիրը սուվերեն կառույցների ստեղծումն է, սուվերեն կառույցների ստեղծումը։ Կարող է դա բարդ է հնչում, բայց դա շատ པարզ բան է։ Սուվերեն կառույց կարա լինի, չգիտեմ, տարիքով կինը, որը գնում է դպրոց, ասում է մի հատ երեխա տվեք, ես այս երեխուն դասից հետո մաթեմատիկա կսովորացնեմ։ Պարզ բաներ են դրանք։ Դրանք բարդ բաներ չեն, դրանք պետքա պարզ բաներից սկսեն։ Հետո դա դառնում է շարժում, ասենք երկրում, ասենք, չգիտեմ, արկա մի 100,000 նախկին ինժեներ կանայք, մի 100,000 երեխու մաթեմատիկա են սովորացնում։ Եթե հրաժարման ավարտին եմ մոտենում, կուզեի վերջին հարցը տալ, ձեր տպավորությամբ, այն ինչ որ դուք ասում եք հիմա, մենք դա անելու ժամանակ ունենք, Կարեն, դեմոգրաֆիկ իմաստով, տնտեսական իմաստով, արտաքին աշխարհքաղաքական իմաստով։ Մեզ ոչ մեկ չի հարցնում, մենք ունենք թե չունենք, մենք դա պետք է անենք։ Մենք կյանքը մեզ չի հարցնելու, թե ունենք թե չունենք։ Մենք կանգնացենք պետականության կորուստի առջև։ Ոչ մեկ ես չի հարցնում, դուք ժամանակ ունեք թե չունեք։ Խնդիրը առաջադրված։ Ոնց է պատերազմի ժամանակ, հա, ասենք Մոսկվայից էվակուացնում էին, հա, գործարանը ենթադրենք Երևան կամ Բաքու կամ, չգիտեմ, ուրիշ տեղ, հա, Միջին Ասիա, հա։ Հա, հետևից գրած էր, որ այդ գործարանը 2 շաբաթ հետո պետք է աշխատի։ Անկախ նրանից մասերի կեսը եկել է, չի եկել, ոնց է եկել, չաշխատեց Սիբիր։ Հասկանում ես, չաշխատես, ոչնչացնում են քեզ, որպես այդ գործարանի տնօրեն, քեզ ոչնչացնում են, դու պիտանի չես։ Ձեր ասածը քարակի բարդ է, այն առումով, որ այն ժամանակ կար հզոր պետություն իր դիկտատորով հանդերձ ու փայտը կար։ Իսկ դուք առաջարկում եք այդ նույնը ինքնագիտակցության ոչնչացնողը ելնելու արտաքին ուժը, ոչ թե ներքին ուժը։ Ոչնչացնողը ելնելու արտաքին ուժը։ Հիմա եթե դու դա չարեցիր, քեզ ոչնչացնողը ելնելու արտաքին ուժը։ Հիմա եթե դու ինքնադիսցիպլինա ունես եւ կարող ես ինքնուրույն քայլեր անել, որպեսզի չոչնչանալ, արա։ Չես կարա, դուրս արես երկրից։ Գոնե երեխեքիդ բրգի։ Հասկանում ես, բայց ես համոզված եմ, որ մեր երկրում բավականաչափ մարդ կա եւ տղամարդ կա, որը ուզում է երկիրը պահի։ Հա, եւ իրենք ի վերջո հասկանալու են, որ իրանք պետքա գնան այդ ճանապարհով։ Պետքա ստեղծեն երկիր, սուվերեն երկիր, որը կարողանա դիմակայի։ Ավարտվեց եթերաժամը, շնորհակալություն ուշադրության համար, հարգելի ռադիոլսողներ, ռադիոդիտողներ, դուք լսեցիք, դիտեցիք «Սա Հայաստանը եւ վերջ» հաղորդման հերթական թողարկումը, որի հեղինակն է Կարեն Վարդանյանը, իսկ ես երկրորդ խոսափող Գարեգին Խումարյանն եմ, կհանդիպենք հաջորդ շաբաթ։